Գյումրին իր ինքնատիպ կոլորիտով ու հարուստ պատմամշակութային ժառանգությամբ տարեց տարի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում։ Տուրիստական հոսքերի աճին զուգահեռ առաջանում է նաև տեղեկատվության արագ եւ հասանելի տրամադրման անհրաժեշտություն։ Այս պահանջին արձագանքելու նպատակով Դելտա Տելեկոմ ընկերության կողմից քաղաքում գործարկվել է նոր թվային հարթակ։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվում են նաև հատուկ տեղեկատվական կանգառներ կամ ցուցանակներ, որոնք օգնում են այցելուներին հեշտությամբ միանալ անվճար ինտերնետին եւ արագ գտնել հարթակը։ Հիմնականում օտարազգի մարդիկ Գյումրի հասնելուց չունեն ինտերնետ ծառայություն, չունեն հեռախոսահամար, որ կարող են ինչ-որ ծառայություններից օգտվել։ Դելտա Տելեկոմի միջոցով մարդը կարողանում է միանալ ինտերնետին, որը ավտոմատ իրեն տեղափոխում է Գյումրի վեբկայքը։ Վեբկայքի միջոցով արդեն կարող է ծանոթանալ Գյումրիում կատարվելիք իրադարձություններին։ Գյումրի.am-ը առաջարկում է բազմապովանտակ ու հարմարավետ միջավայր։ Այստեղ ներկայացված են քաղաքի տեսարժան վայրերը, հյուրանոցներն ու սրճարանները, միջոցառումները, ինչպես նաև քարտեզներ եւ ուղեցույցներ։ Հարթակում հնարավոր է նաև ծանոթանալ Գյումրու ավանդական խոհանոցին, բարձելով թե որտեղ կարելի է համտեսել տեղական ուտեստները։ Կայքը իր մեջ ներառում է առանձին բաժիններ, որոնց մեջ ներառված են տեսարժան վայրերը, ռեստորանները, հյուրանոցները, Գյումրիում աշխատող զբոսավարները, որոնց ծառայություններից կարող են արդեն մարդիկ օգտվել։ Ինչպես նաև կայքում ներառված է Գյումրիին բնորոշ ավանդական ուտեստները։ Հարթակը նպատակ ունի լրացնել տեղեկատվական բացերը, ներկայացնելով ոչ միայն հայտնի, այլև երբեմն քիչ բացահայտված վայրերը։ Նախատեսվում է նաև բովանդակության զարգացում օտար լեզուներով, ինչը Գյումրին առավել հասանելի կդարձնի միջազգային այցելուների համար։ Գյումրի.am-ի հիմնական գաղափարախոսություններից է նաև այն, որ մենք իրեն վերածելու ենք թվային քաղաքի, որի մեջ ներառվում են պետական շատ կառույցներ, այսինքն ժամանակի ընթացքում փորձելու ենք համագործակցել այլ կառույցների հետ, որտեղից որ հնարավոր կլինի օնլայն հարթակում ձեռք բերելու տվյալ ծառայության կամ տվյալ կառույցի մուտքերը։ Գյումրի.am-ը ներկայացված է նաև սոցիալական հարթակներում, դառնալով քաղաքի թվային այցեքարտը։ Այստեղ կարելի է հետևել քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին եւ բացահայտել Գյումրու առօրյան։ Խոսքը գնում է Instagram, Facebook, TikTok, Telegram եւ YouTube հարթակների մասին։ Տվյալ հարթակներում հնարավորություն կունենան մարդիկ ծանոթանալու ոչ միայն կայքում տեղադրված ինֆորմացիային, այլ նաև առհասարակ քաղաքի տարբեր թե բանուկ հատվածների, թե կենտրոնական հատվածներում կատարվող իրադարձություններին։ Գյումրի.am-ը դառնում է այն կարևոր կամուրջը, որը կապում է քաղաքը աշխարհի տարբեր անկյուններից ժամանող այցելուների հետ, նրանց առաջարկելով հարմարավետ եւ ամբողջական թվային ուղեցույց։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Քաղաքի գունեղ ու հյուրընկալ միջավայրին նոր երանգ է ավելացել։ Գյումրու Խրիմյան հայրի 33 կոտորակի ընթացքում բացվել է Սալվինա ծաղկի սրահը։ Ուզում ենք ստեղծել մի այնպիսի միջավայր, որ մեր հաճախորդը թե ընդհանուր միջավայրով, թե սպասարկման ձևով ինչ-որ փոփոխություն ու տարբերություն զգա։ Առանձնահատուկ շեշտը դրված է եւ միշտ դրվելու է հատուկ անհատական բոլոր հաճախորդներին դրական էմոցիաներ տալը։ Սալվինայում կարևորում են յուրաքանչյուր այցելուի հարմարավետությունն ու անհատական մոտեցումը փնջերի եւ կոմպոզիցիաների ընտրություններից մինչեւ վերջնական ձևավորում։ Ծաղիկներից զատ ունենք գեղեցիկ կոմպոզիցիաներ ենք նաեւ հավաքում զամբյուղներով, նաեւ կարող ենք առաջարկել կերամիկայի մեջ հավաքված կոմպոզիցիաներ ու ունենք նաեւ ծառայություն հարսանեկան նշանադրության կնունքի համար նախատեսված զամբյուղների հավաքման։ Սրահի հիմնադիրները քաղաքում բիզնես ստեղծելուց զատ եւ առաջին հերթին նպատակ ունեն հաճախորդներին պարգևել դրական էմոցիաներ։ Ամենակարևորը հաճախորդների լավ իմաստով գերես դրական էմոցիաներով։ Մենք մաքսիմալ փորձում ենք լավագույն գեղեցիկ էմոցիաները մեր ծաղիկների միջոցով փոխանցել մեր հաճախորդներին։ Առաջին հայացքից աչքի է ընկնում սրահի ինտերիերն ու ծաղկե փնջերի տարբերվող դիզայնը։ Սրահը առանձնահատուկ ու տարբերվող է սկսած իր ինտերիերից, ինչպես արդեն նկատեցիք, վերջացրած ծաղկային կոմպոզիցիաներով, ծաղկե փնջերով։ Տարբեր առիթների համար առաջարկվող լուծումները ձևավորվում են մասնագիտական մոտեցմամբ, ինչն էլ առաջին իսկ այցելությունից նկատելի է։ Մենք աղջիկներս մեր կարևոր առիթներին շատ կարևորում ենք, որ լինի տարբեր
տարբերվող ու ամենակարևորը, որ ունենանք անհատական մոտեցում, ինչը Սալվինայում առաջինից կայոսքից մենք դա զգում ենք։ Սիրահն առաջարկում է նաև օնլայն խորհրդատվություն եւ անվճար առաքում Գյումրիում։ Առաքումը գործում է նաև Շիրակի մարզում։ Առաջիկայում նախատեսվում է ծառայությունները հասանելի դարձնել նաև Երևանում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի 4-րդ քառորդում, վերականգնվել է կառավարության որոշմամբ եւ հատկացված միջոցներով։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, մեր օրեր հասել է խիստ վթարային եւ խոնարհված վիճակում, առանց տանիքի։ 2024 թվականին իրականացվել են 21 միլիոն 400,501 դրամի վերականգնման աշխատանքներ, մասնավորապես վերացվել են նախկինում նախագծից շեղմամբ կատարված աշխատանքները, պատուհանների բացվածքների բացում եւ փակում, կարանների ոչ համապատասխան կարանախցում եւ այլն։ Հիմնականում ավարտվել են մինչեւ կառույցի քիվատակ ընկած հատվածի բացակայող հատվածների վերականգնման, արտաքին հենապատի ու հատակների կառուցման աշխատանքները, ներսույթի ծեփամածկման, առաստաղի, հայտածածկի եւ հատակների իրականացումը։ 2025 թվականի համար իրականացվել են 32 միլիոն 259,499 դրամի վերականգնման աշխատանքներ։ 2026 թվականի սկզբին եկեղեցու վերականգնումն ավարտվել է։ Իրականացվել են բարդ պրոֆիլավոր քարե շրջանակների, անկյունաքարերի, քիվերի նոր տաշուշարի, տանիքածածկույթի, վեցասյուն նոր ռոտոնդայի կառուցման աշխատանքներ, ներսույթի ներկման եւ հարդարման աշխատանքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ։ Առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Վարչապետն ընդգծել է, այս գործընթացը լինելու է շարունակական եւ սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի եւ բնապահպանական ընկալման տեսակետից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ այլ իմաստով եւ տրամաբանությամբ։ Բնապահպանական ընկալման տեսակետից եւ նաեւ ծնունդով իջևանցի լինելով եւ իմանալով լավ մեր անտառները հետեւյալն եմ ուզում ասեմ, ինչը վերաբերվում է եւ Իջևանին, եւ Տավուշի մարզին, եւ ընդհանրապես մեր երկրի բոլոր անտառներին, եւ ընդհանրապես մեր երկրին, մեր դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է բառից բուն իմաստով։ Հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք պահենք մեր անտառը, որպեսզի մեր անտառը մեզ շարունակի պահել, բայց այս անգամ այլ իմաստով եւ տրամաբանությամբ։ Մեր խնդիրն է այսօր ի վերջո մեր գիտակցությունը եւ ընկալումը փոխել, որ անտառը եւ այն բնությունը, որ մենք ունենք, անգնահատելի հարստություն է, այլ բան թե ինչպես ենք մենք օգտվում եւ օգտագործում այդ հարստությունը։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառը, անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր եւ միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին, որովհետեւ բնությունը նախ ինքը շատ մեծ զբոսաշրջային հոսքեր է բերում արդեն Հայաստանի Հանրապետություն եւ Տավուշի մարզ, եւ մենք պետք է ընդհակառակը այս տրամաբանությամբ արդեն անտառին օգնենք, որ անտառը տնտեսական օգուտներ բերի Հայաստանի Հանրապետությանը։ Ինչքան բանկում փող ունեի, լրիվ հանել տվեցին։ Մոտ 2 շաբաթ առաջ անդրադարձել էինք, թե ինչպես են խարդախները ներկայանալով ԱԱԾ-ի Կենտրոնական բանկի եւ Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ մարդկանցից գումար հափշտակել։ Օրեր անց քննչական կոմիտեից լուրերին տեղեկացրին, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Նրանցից 2-ը կալանավորվել են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունով վերցվել են Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորներից շուրջ 600 Հայաստանի Հանրապետության բջջային հեռախոսակարդ։
Վրաստանի քաղաքացին պատրաստել է կեղծ WhatsApp, Viber եւ Telegram օգտահաշիվները եւ նաեւ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել առգրավել այն բջջային հեռախոսը, որով որ պատրաստվել են այդ կեղծ օգտահաշիվները։ Ինչ վերաբերում է մյուս երկուսին, որոնք չեն կալանավորվել, քննիչը նշում է, մեկը եւս Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանից հեռացել է եւ նրա նկատմամբ ամենայն հավանականությամբ միջազգային հետախուզում է հայտարարվելու։ Մյուսը Հայաստանի քաղաքացի է, ում անունով 200-ից ավելի բջջային հեռախոսահամար է վերցվել։ Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Քննիչը նշում է, գործողություններ են իրականացնում հանցավոր կազմակերպության բոլոր անդամներին բացահայտելու համար։ Խարդախությունը սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերից։ Այս ամիս էլ դեպքեր գրանցվել են։ 72 անձ է տուժել, նրանցից ընդհանուր հափշտակել են մոտ 600 միլիոն դրամ եւ 1.5 միլիոն դոլար։ Ապշելի է սա, բայց կրթական բարձր ցենզ ունեցող մարդկանց են թիրախավորում, հիմնականում դոցենտներ, գիտությունների թեկնածուներ։ Հիշեցնենք ինչպես է գործում սխեման։ Հիմնականում պաշտոն ունեցող անձանց տվյալներով WhatsApp օգտահաշիվներ են բացում, գրում աշխատակիցներին կամ ծանոթներին, նշելով ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել հիմնարկում, թերություններ են հայտնաբերել եւ ցանկանում են որոշ անձանց հետ կապ հաստատել։ Քաղաքացիները զանգեր են ստանում իբրև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած անձինց, ով մտածածին տեղեկություններ է հայտնում տուժող քաղաքացուն, նշելով թե իբրև ինքը բանկային փոխանցումներ է արել տարբեր գումարների չափով, տարբեր բանկերով եւ այլն, եւ իրականում քաղաքացիների մոտ ստեղծվում է տագնապի մթնոլորտ։ Այնուհետև տարբեր եղանակներով մարդկանցից պահանջում են կանխիկացնել քարտերում առկա գումարը եւ իբր անվտանգ վայր տեղափոխելու նպատակով փոխանցել կենտրոնական բանկի աշխատակիցների հաշվեհամարներին։ Վրաստանի Հանրապետություն կամ Թուրքիայի Հանրապետությունում գործող տարբեր քաղաքացիների անուններով որոշ դեպքերում նաեւ վերածում են կրիպտոարժույթի։ Եթե տուժող քաղաքացին չի ունենում իր բանկային հաշիվներում գումարներ, նրանց հորդորում են վարկեր վերցնել։ Ովքեր են օտարերկրյա քաղաքացիները, քննիչը նշում է, նախաքննության այս փուլում իրավական փոխօգնություն է ուղարկվել այդ երկրներ, անձանց հայտնաբերելու, հարցաքննելու եւ պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ տեղեկություն ստանալու նպատակով։ Նախաքննության ընթացքում իրավական փոխօգնության խնդրանքներ են ուղարկվել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Meta պլատֆորմին, թե WhatsApp օգտահաշիվներում եղած տեղեկատվությունը նախապահպանելու, ինչպես նաեւ նախապատրաստում են իրավական փոխօգնություն ուղարկել արդեն իսկ բացված շուրջ 400-ից 500 WhatsApp օգտահաշիվները լրիվ արգելափակվելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում այլևս նման սխեմով չշարունակվի հանցագործությունների կատարումը։ Տուժողներից երկուսին խարդախները դրդել էին նաև վաճառել Ավանում ու կենտրոնում գտնվող իրենց բնակարանները։ Նրանցից մեկն էլ տիկին Սվետլանան էր։ Նա կորցրել է $30,000 եւ բնակարան։ Խարդախներից մեկը ներկայանալով կենտրոնական բանկի աշխատող, նրան ասել էր, թե իբր բնակարանը կեղծ փաստաթղթերով արդեն իսկ վաճառվել է եւ խնդիրը կարգավորելու համար պետք է վաճառք ձևակերպել։ Այդ նպատակով բրոկերների հեռախոսահամարներ էր ուղարկել։ Պահանջել նաև բնակարանի վաճառքի գումարը ուղարկել իրենց, հաջորդ օրը գնորդին փոխանցելու պատրվակով։ Ավելի ուշ տիկին Սվետլանան հասկացել էր խարդախության զոհ է դարձել եւ պետք է լքի սեփական բնակարանը։ Մարտի 25-ին նա դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, խնդրելով անվավեր ճանաչել կնքված գործարքը եւ արգելել բնակարանում վտարման գործողություն կատարելու, ինչպես նաեւ բնակարանը հոսանքազրկելու կամ գազամատակարարումը դադարեցնելու գործողությունները։ Դատարանի կողմից կատարողական թերթ է տրվել, արգելել ոստիկանությանը վտարման գործողություն կատարել։ Մնացածը գտնվում է քննարկման փուլում։ Ստիպված եմ դիմանալու, որ գազը անջատված է, որ արդեն 20-30 միամից միամսից ավել գազ չունեն բնակարանին եւ լույսի համար զգուշացում ա եղել, բայց դեռ չեն անջատել։ Գումարի հետ վերադարձի համար դեռ նորություն չունեմ, բայց հույսը վերջում եմ արում։ Քննիչն ասում է, տան գնորդները եւ միջնորդները հարցաքննվել են։ Հայտնում են, որ նրանք բարեխիղճ անձինք են եւ ընդամենը տուն են գնել, չիմանալով եւ նույնիսկ չպատկերացնելով, որ տուն վաճառողը խարդախության զոհ է դարձել։ Այսինքն նախաքննության այս փուլում որևէ փաստական տվյալ առայն որ միջնորդ ընկերությունը, միջնորդը կամ գնորդը որևէ կապ ունեն սույն հանցագործության մեխանիզմի կամ սույն հանցագործության հանցավոր կազմակերպության անդամների հետ, որևէ այդպիսի փաստ ձեռք չի բերվել։
Իսկ տուժողները կկարողանան իրենց գումարը հետ ստանալ։ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը գործադրելու է, որպեսզի հանցավոր կազմակերպության բոլոր մասնակիցները եւ սույն հանցագործության հետ հանցավոր արարք կատարած յուրաքանչյուր ոք հայտնաբերվի եւ ենթարկվի քրեական պատասխանատվության, հնարավորության դեպքում այդ քաղաքացիների գույք ունենալու կամ հափշտակված գումարները հայտնաբերելու դեպքում չի բացառվում, որ տուժողները ստանան իրենց գումարները, սակայն այս փուլում տուժողների գումարների վերականգնման հարց բարձրացնելը դեռևս շատ վաղ է։ Կառույցից հորդորում են նմանատիպ զանգեր ստանալու դեպքում ընդհատել կապը, դիմել իրավապահ մարմիններին եւ այլ անձանց գումար չփոխանցել։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան։ Հոլանդիայից բերված հոլշտեյները, որպեսզի Հայաստանում հարմարավետ զգան եւ իրենց պոտենցիալն էլ շռայլ դրսեւորեն, Ղարիբյան ընտանիքը ջանք չի խնայել։ Մայրաքաղաքում են միշտ ապրել, բայց գյուղատնտեսության հանդեպ մեծ սեր ունեցել։ Երբ նոր բիզնես հիմնելու հնարավորություն արդեն կար, տարիների վաստակածը ներդրեցին, Սայաթ-Նովա բնակավայրում հողեր գնեցին։ Նախ վարդերի ջերմատուն հիմնեցին, իսկ 2024-ին ժամանակակից ստանդարտներով խելացի ֆերմա։ Ջրխմոցներով, օդափոխության համակարգերով, թրիքի հեռացման համակարգով, հոտը հələ իր հերթին։ Դուք տեսեք լուսավորությունը ինչքան է։ Մեր ավանդական գոմերում, գյուղերում, գիտեք, պուճուր, ցածր օդի բարունակությունը մեջը քիչ, մութ, խոնավ։ Անաստաշենկը Վիգենը կառուցել է սեփական միջոցներով, հետո կառավարությունից ծախսի մասնակի փոխհատուցում ստացել։ Տոհմային կենդանիները ձեռք է բերել դարձյալ պետօժանդակությամբ։ Այդ հնարավորության առկայություն էր, որ հենց սկզբից գործը մեծամասշտաբ պլանավորեց, անաստաշենքի առաջարկվող մոդելներից ամենամեծն ընտրեց, ներմուծված կենդանիներն էլ 66-ն են առայժմ։ Ֆերման սարքում վերջացնում ես, մի հատ 50% են այդտեղ հետ վերադարձանում։ Դրանից հետո էլ կովերը բերում ես, մի հատ 40% էլ կովերի համար են հետ վերադարձանում։ Բնականաբար, ինչքան կառավարության աջակցությունը զգում ես, այնքան ավելի գոտեպնդված ես քեզ զգում։ Բացի մեծածավալ ներդրումների դիմաց աջակցությունից օգտվել են նաև լիզինգի ծրագրից։ Գյուղտեխնիկա է վերցրել վարձակալած հողերում իր կենդանիների կերը, առվույթ, ցորեն, եգիպտացորեն ինքն է աճեցնում, ծախսը կրճատում։ Մայիսին սպասում են առաջին ծինին, որից հետո նաև գիտք կազմակերպեն բոլոր procesներն ավտոմատացված, արտադրական այս տարածքն էլ ամբողջությամբ լիզինգի ծրագրով են կահավորել, հարևանությամբ էլ սառնարանային հատված կառուցել։ Ավտոմատ առանց օդի հետ շփվելու կաթը գալիս է լցվում է այս սառնարանների մեջը, մի հատ 2 տոննանոց է, մի հատ 3 տոննանոց է։ Խելացի անաստաշենքերի կառուցումը նոր մշակույթ էր անասնապահության ոլորտում։ Ծրագրի նպատակն է ստեղծվեն պայմաններ, որ կենդանիներն իրենց մթերատվության ներուժն առավելագույնս դրսևորեն, կաթի որակը բարձրանա, նաև անասնապահությամբ զբաղվելը ավելի թեթև լինի, քիչ ջանք տանի, բայց մեծ օգուտ տա։ 2019-24-ին փոքր ու միջին խելացի ֆերմաների ծրագրով կառուցվեց 68 անասնաշենք, կառավարության աջակցությունը 1 միլիարդ 163 միլիոն դրամ էր։ 2025-28-ի ծրագրում փոփոխություններ արվեցին, փոքր մոդելը հանվեց, ավելացավ մեծը 100 եւ ավելի կենդանու համար։ Բացի մոդելի փոփոխությունը նաև լավարկվել է ծրագրի պայմանները, հաշվի առնելով շուկայի վերլուծությունը եւ շինանյութի որոշակի թանկացումները, փոխհատուցման գումարը բավականին բարձրացվել է։ Համատական տանենք նախորդ ծրագրի հետ 40-ից 45 կենդանու համար այս պահի դրությամբ փոխհատուցում ենք 46 միլիոնի 50%-ը, եթե սահմանամերձ են, ապա 70%-ը, իսկ նախորդ ծրագրով նախատեսվում էր 35 միլիոնի 50%-ը փոխհատուցել եւ փոխհատուցվել են այդպես։ Լավարկված պայմաններով է շարունակվում նաև տավարաբուծության զարգացման 2025-28 թվականների ծրագիրը, որը ֆերմերներին հնարավորություն է տալիս ձեռք բերել բարձրարժեք տոհմային կենդանիներ։ 2019-24-ի ծրագրով պետությունը սուբսիդավորում էր ներգրաված վարկի տոկոսագումարները, վարկը հասանել է շահառուներին 2 կամ 3%-ով կախված նրանից կենդանին ներմուծված է, թե տեղի շուկայից է ձեռք բերվում։ Սուբսիդավորման բաղադրիչը հիմա էլ գործում է, բայց եւս մեկն է ծրագրում ներառվել, որի պահանջարկն ավելին է։ Փոխհատուցման բաղադրիչն է ավելացվել այստեղ եւ որոշակի սահմանաչափ է դրվել, եթե մինչեւ կենդանիները 25 են, ապա փոխհատուցվում է արժեքի 30%-ը, բայց ոչ ավելի, քան մեկ կենդանու համար 1 միլիոն դրամը։ Եվ 25 կենդանուց ավելի դեպքում տրամադրվում է 40%-ի փոխհատուցում։ Նախորդ ծրագրով ընդհանուր սուբսիդավորվել է 655 միլիոն դրամ, ձեռք է բերվել 2504 տոհմային կենդանի, որոնց սերունդը հասել է արդեն 12000-ի, իսկ նոր ծրագրով փոխհատուցվել է արդեն 43 միլիոն դրամ։
Մեր երկրի բնատնտեսական ներուժը նպաստավոր է, որպեսզի բազմակի անգամներով ավելանա նաև մանր եղջերավորների գլխաքանակը։ Անասնապահության այս ճյուղի զարգացման համար էլ կառավարությունը շարունակում է ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագիրը։ Կառնուտսի ֆերմերը երկար տարիներ անասնապահությամբ է զբաղվել, տեղական ոչխարներ պահել։ Պետական աջակցությամբ նոր ֆերման մի քանի տարի առաջ է հիմնել ֆրանսիական բլանշ ցեղատեսակի տոհմայիններ ներկրել, գործից եկամուտն ավելացրել։ Մեր տեղական հետ համեմատած 20-ից 30% բարձր մտերատվություն ունեն։ Պահանջարկ արդեն Հայաստանում կա, մեռամեռնի միսը շատ համեղ միս է։ Արժեքներն էլ թանկ է, ինքը մեր տեղական հետ համեմատած 5-ից 6000 դրամ է 1 կիլոգրամը։ 2019-ից 23-ին ծրագիրը գործում էր երկու բաղադրիչով վարկի տոկոսների սուբսիդավորում կամ արժեքի մասնակի փոխհատուցում, սահմանամերձերում 27, ընդհանուր 23% չափով։ Այս ընթացքում ձեռք է բերվել 2282 կենդանի, պետությունը սուբսիդավորել է 99 միլիոն դրամ, փոխհատուցել 33 միլիոն։ Նոր գործող ծրագրում պայմանները լավարկվել են։ 24-28 թվականների ծրագրով թողել ենք միայն մեկ բաղադրիչ արժեքի փոխհատուցման եւ փոխհատուցման բաղադրիչը մեծացրել ենք մինչեւ 50%-ի փոխհատուցում։ Արժեքները եթե տեղի շուկայից են ձեռք բերում մեր տնտեսվարողները 350,000-ի 50%-ն է փոխհատուցվում, եթե ներկրում են դրսից, ապա մինչև 450,000-ի 50%-ն է փոխհատուցում։ Ընթացիկ ծրագրի շնորհիվ արդեն 650 մանր եղջերավորով ավելացել է ընդհանուր գլխաքանակը, ունենք 1500 հաստատված հայտ։ Մթերատվության բարձրացման ծրագիրն է նաև նախարարությունը կարևորում կենդանիների արհեստական սերմնավորման միջոցով 2026-ին նախատեսվում է շուրջ 13000 կենդանի ծրագրում ներառել։ Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց նրանց առաջարկն ինձ չի գոհացնում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար չվերսկսել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունները, սակայն այդ տարբերակը դեռ օրակարգում է։ Այժմ բանակցություններ են քվարում հեռախոսով, առաջընթաց կա, բայց վստահ չեմ, որ գործարքի կհասնենք։ Լուրջ անհամաձայնություններ կան, նրանք չունեն ղեկավարություն, կառավարման համակարգում խառնաշփոթ է, մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հաղթանակի ճանապարհի կեսին են։ Նա կրկնել է, Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Թրամփը հավելել է, որ Իրանում հակամարտության դադարեցումից հետո պատրաստվում է նավատորմ ուղարկել Կուբա, սակայն շուտ չենք հեռանալու Իրանից, մենք չենք ցանկանում ամեն ինչ կրկնվի, շեշտել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ մեկնաբանել է Իրանի ծովային շրջափակումը, շեշտել այն կշարունակվի, քանի դեռ Թեհրանը սահմանափակում է Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Պետք է վերադառնանք մինչև փետրվարի 27-ը եղած իրավիճակը, նշել է Սքոթ Բեսենթը։ Իսլամական Հանրապետության շուրջ զարգացումները հեռախոսով քննարկել են Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները։ Ըստ ՌԴԱԳՆ հաղորդագրության Աբբաս Արաղչին եւ Սերգեյ Լավրովն ընդգծել են ռազմական գործողությունների լիակատար դադարեցման, Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական կայունացման, նավարկության ազատության ապահովման եւ միջուկային ծրագրի կարգավորման կարեւորությունը։ Մոսկվան աջակցություն է հայտնել բանակցություններին եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու դիվանագիտական գործընթացներին։ Գերատեսչության հաղորդմամբ դիվանագետները հատուկ ուշադրություն են դարձրել Հորմուզի նեղուցով ռուսական նավերի եւ բեռների անցման հարցին։ Արաղչին զրուցել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ, ներկայացրել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության կարգավորման Թեհրանի դիրքորոշումը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կիևը Մոսկվայից որևէ առաջարկ չի ստացել մայիսի 9-ին հրադադար հաստատելու վերաբերյալ։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցեր ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում առաջարկել էր հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատել։ Սակայն այնուհետև Կրեմլից հայտարարել էին, որ Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել կրակի դադարեցման ժամկետների վերաբերյալ։ Անդրի Սիբիհան PR հնարք եւ մանիպուլյացիա է որակել Մոսկվայից հնչող հայտարարությունները։ Նրա խոսքով ռուսական կողմը ցանկանում է արևմուտքին ապացուցել, թե իբր կառուցողական է տրամադրված հակամարտության կարգավորման հարցում։ Ուկրաինայի արտգործնախարարը շեշտել է, Կիևը հանձնառու է խաղաղության ջանքերին եւ բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է զինադադարի։ Չնայած հայտարարված հրադադարին եւ Բեյրութի հետ բանակցային գործընթացներին հրեական պետության ռազմական ուժերը շարունակում են Լիբանանին հարվածները։ Երկրի հարավում զոհերի թիվն աճում է, վերջին էսկալացիայի հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 2600 մարդ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը կրակի հետ է խաղում եւ այդ կրակը կարող է վտանգել Լիբանանի ապագան։ Իսրայել կացը նախազգուշացրել էր, թույլ չեն տա, որ հրադադարի ռեժիմն օգտագործվի Իսրայելի դեմ։ Նա կոչ էր արել Լիբանանի իշխանությանը վճռական քայլեր ձեռնարկել Հեզբոլլահի դեմ։ Իսրայելից պնդում են, որ լիբանանյան շարժումը պետք է զինաթափվի։ Դիանա Գասպարյան
Մոտ 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով սիզամարգեր, ավելի քան 1600 դեկորատիվ մշտադալար ծառատեսակներով եւ թփերով այսուհետ կգեղեցկացնեն Կապանի Արամ Մանուկյան, Հունան Ավետիսյան եւ Ռաֆայել Մինասյան փողոցները։ Կանաչապատման լայնածավալ ծրագրի գլխավոր հերոսներից Թույաները, Ֆոտինյաները, Կատալպաները, Սակուրաները եւ ոչ միայն քաղաքի գառնանային հանդերձանքը էլ ավելի շքեղացրին։ Մասնագետների հետ խորհրդակցելու արդյունքում ներկրել ենք այնպիսի ծառատեսակներ եւ թփեր, որոնք Կապանի բնականի մայական պայմանների համար շատ հարմար են։ Եվ նաև այս անգամ բերել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնք իրենց գունային երանգներով շատ տարբերվող են եւ մեր կանաչ տարածքներին նաև հաղորդում են նոր գույներ, նոր երանգներ։ Սիզամարգերի պատշաճ խնամքի համար նույնպես հոգացել են ապահովելով կանոնավոր ոռոգում։ Հունան Ավետիսյան թաղամասում ամբողջությամբ շինարարական աշխատանքների ավարտից հետո սիզամարգերը ոռոգման համակարգով ապահովված են, ինչպես նաև Արամ Մանուկյան փողոցի քաղաքապետարանի հարակից այգի մասնավորապես ամբողջական ավտոմատացված համակարգով ոռոգման համակարգ է տեղադրված, որ շատ նպաստավոր պայմաններ է ստեղծում կանաչ տարածքների ել ավելի ճիշտ, լավ ծաղկելուն եւ ինչպես նաև ծառերի եւ ծաղիկների ծլելու համար բավականին բարելավ պայմաններ է ստեղծել։ Հարազատ բակերի նոր տեսարանը անչափ հավանել են բնակիչները, նշելով բարեկարգ հանգստի վայրեր ունենալը նաև պարտավորեցնող է։ Շատ գեղեցիկ է, երկուներ մենք արցեք էստեղ նստում, երեխաներին հետևում ենք այդպես։ Շատ ուրախ ենք։ Ես օրինակ շատ եմ հիանում։ Բոլորի համար, բոլոր տեղը հիանում են։ Այդքան բան կարեմ ասեմ։ нас тут бабушка живет с дедушкой, вот, и это, как бы шли, как раз говорили об этом, что очень красиво. Եկել եմ տատիկին հյուր եւ տեսել եմ, որ քաղաքը սիրունացել է։ Չդավաճանելով որդեգրած քաղաքականությանը հաջողած ծրագրերից ոգևորված համայնքապետարանից վստահեցնում են դրանց շարունակությանը երկար չեն սպասելու կապանցիները։ Առաջիկայում եւս նախատեսում է քաղաքի տարբեր փողոցներում կանաչապատման ծրագրեր, ծառատանկման ծրագրեր։ Մենք նաև 2 օր է Մելիք Ստեփանյան եւ Նժդե փողոցներում բազմաթիվ թղթի տեսակի ծառատեսակներ ենք տնկել, որոնք եւս այդ փողոցին հաղորդել են շատ գեղեցիկ տեսք։ Այո, ծրագրերը շարունակական են, բազմաթիվ փողոցներում լինելու են կանաչապատման տարածքների ստեղծում եւ բազմաթիվ ծառերի տնկման միջոցառումներ։ Ծառատեսակների եւ թփերի ձեռքբերման գործում Կապանի համայնքապետարանին աջակցել է Զանգեզուրի բնձամոլիբդենային կոմբինատը, ծրագրի իրագործման համար հատկացնելով շուրջ 24 միլիոն դրամ։ Ամփոփելով խոսքը Մհեր Ավետիսյանը նշում է, բնակիչներին մնում է միայն նոր սիզամարգերին խնամքով վերաբերվել եւ դրանց գեղեցկությունը վայելել։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան,